Մի քանի օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է մոտ 7 երկրաշարժ, որոնցից առնվազն 4-ը Ստամբուլի շրջակայքում։ Դեռ ամիսներ առաջ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգներ զգուշացրել էին, որ Ստամբուլը վտանգված է։ Քաղաքը կարող է զոհ գնալ հզոր երկրաշարժի։ Հյուսիսային անատոլիական խզվածքի վրա կուտակված էներգիան ցանկացած պահի կարող է բացվել, առաջ բերելով 7 և ավելի մագնիտուդով ցնցում։ Սակայն սեյսմոլոգ Սերգեյ Նազարեթյանի կարծիքով ցնցումները Ստամբուլի մոտ սովորական երևույթ են։ 2023 թվականի Մարաշի 7.8 մագնիտուդով երկրաշարժի հետ ցնցումներն են։ Թուրքիան գտնվում է երկու խոշոր հյուսիս-անատոլիական և արևելաանատոլիական ակտիվ խզումների վրա, որոնք կարող են մինչև 8.5 մագնիտուդով երկրաշարժ առաջացնել։ Սակայն թուրք սեյսմաբաններն անդրդվելի են։ Այսպես, նրանցից հատկապես 3-ը կանխատեսում են Ստամբուլում ուժեղ երկրաշարժ, այն էլ մոտ ժամանակներում։ Տարածքը մեծ է, շենքերի մեծ մասը սեյսմիկ խոցելի, և իշխանությունները լրջորեն անհանգստացած են։ Եթե երկրաշարժը հասնի մինչև 10 բալ ուժգնության, հնարավոր է անդառնալի աղետ։ Եթե Մարաշի 7.8 մագնիտուդով երկրաշարժը բերել էր ավելի քան $100 միլիարդ կորուստ, ապա Ստամբուլում այդ թիվը կարող է հասնել կես տրիլիոնի։ Բարեբախտաբար Հայաստանը Նազարեթյանի հավաստմամբ կապ չունի Թուրքիայի այդ խզվածքների հետ։ Սակայն այստեղ ևս կան բեկվածքներ, որոնք կարող են առաջացնել մինչև 7.5 մագնիտուդ, 10-ից 11 բալ ուժգնությամբ երկրաշարժեր։ Ստամբուլում խոշոր երկրաշարժի դեպքում Հայաստանը չի զգա ցնցումները, բայց Թուրքիան, այո, կկանգնի պետական մակարդակի աղետի առջև։